տեսեք հիմա շուկան բավականին ակտիվ է, նախ շուկան կա առաջնային շուկա, երկրորդային շուկա, առողջարքի եւ վարձակալության, այս պահին վարձակալության շուկան բավականին ակտիվ է, մի քանի գործոններով պայմանավորված, համ տուրիստական սեզոն է այս պահին, նաեւ ունենք մեծ հոսք Ռուսաստանի քաղաքացիների, թե ռուսների եւ թե հայերի, եւ հիմա բազմաթիվ թե հայկական, թե ռուսական մեդիաներում քննարկվում է, որ Հայաստանը նախընտրելի ուղղություններից մեկն է Ռուսաստանի քաղաքացիների համար, դա էլ է նաև էլի նպաստում, որ այն մարդիկ, ովքեր կողմնորոշված չէին, էլի սկսում են այդ ուղղությամբ մտածել եւ այս կողմ գալ, նաև ինչ որ քննարկում կա, որ այնտեղ ինչ որ նոր մոբիլիզացիա կարող է լինի եւ դրա ֆոնին կանխատեսում են, որ կարող է վաստակալության շուկան ավելի թեժանացնել, դրանով է պայմանավորված, որ որոշ մարդիկ ասում են, որ կարող է լինի գները բարձրանան ավելի, բայց այս պահի դրությամբ վարձակալության գները նախորդ տարվա համեմատ իհարկե աճ կա գների եւ այս սեզոնին էլ կա աճ, քանի որ համ տուրիստներն են վարձակալում, համ հիմա ուսանողներն են բնականon վարձակալում, քանի որ ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերից, նաեւ այդ միգրացիա կա դեպի Հայաստան, հետո հաշվի առնենք, որ այսօր Հայաստանում բազմաթիվ էլի օտարերկրացիներ կան, որ գալիս են աշխատելու նպատակով, նույն Հնդկաստանի քաղաքացիներն են, չէ, բավականին շատ գալիս, օրինակ Աբերսին հրապարակներում նկատվում են, օրինակ Պարսկաստանից աշխատող տարբեր երկրներ, ԵԱՏՄ երկրներից է կան, որ գալիս են այստեղ, որտեղ շինարարության ոլորտում շատ մեծ պահանջարկ կա, էլի շինարարների աշխատուժի։ Այդ մարդիկ էլ որ գալիս են, էլի բնականներ կամ տներ կամ պարսպներ են վարձակալում, հենց ապրում են խմբերով։ Դա էլ այլ նպաստում գույքի դեֆիցիտի եւ դրա ֆոնին անշարժույթի վարձակալության արժեքը կարող որոշակի բարձրանա։ Բայց կոնկրետ վիճակագրություն չկա այդ մասով։ Դա մեծ խնդիր է, քանի որ մեր մոտ հիմնականում վարձակալության գործակցները պետական գրանցում չեն ստանում։ Որ պետական գրանցում չի լինում, բարդ է վիճակագրություն ունենալը եւ դա դրա հետ ինքը իրանով էլի մեկ այլ խնդիր է առաջացնում։ Տեսեք, օրինակ ես վերջի ամիսներին բավականին ակտիվ հետևում եմ սոցիալական մեդիայում, թե բլոգերներ, թե հասարակական գործիչներ, տարբեր մարդիկ, ովքեր մտահոգ են այդ իրավիճակով, առաջարկում են օրինակ պետությունը ինչ-որ մի բան անի, վարձակալության շուկան կարգավորի, բայց իրականում չի կարող ոչ մի բան անի պետությունը, որովհետև դա ազատ շուկա է, միակ լծակը, որ օրինակ արտասահմանում այդ պետությունը կարողանում է օգտագործել, համայնքները, մարզերը կամ հենց անմիջական պետական քաղաքականությունն է դա լինում, դա երբ որ լինում է վարձակալության պայմանագրեր եւ վարձակալության պայմանագրերն են կարգավորվում, օրինակ տարվա գծելվածքով, քան կարա վարձակալության գինը վերանայել։ Մեր մոտ մարդիկ պայմանագրով են դա սահմանում, տարբեր պետություններում, երկրներում, քաղաքներում կա հատուկ օրենքներ, որտեղ սահմանվում է, օրինակ գործող պայմանագրերը չեն կարող գինը վերանայել օրինակ 3%-ից ավել տարվա կտրվածքով։ Երբ որ մեր մոտ օրինակ մենք փորձ ունեցել ենք, չէ, 2 անգամ Ռուսաստանից է մեծ հոսք եղել մարդկանց եւ մեկ անգամ էլ մեր Արցախահայերի 100,000 մարդ մոտավոր եկավ, չէ։ Տեսեք, այդ ժամանակ մարդիկ, ովքեր վարձակալությամբ ապրում էին, իրանք ուղղակի տնից դուրս էին հանում, ավելի թանկով վարձով տալիս էին այլ մարդու։ Վարձատուները, տանտերերը։ Եվ դա շատ լուրջ խնդիր է, շատ մեծ դժգոհություններ է առաջացնում, բայց այդ խնդիրները այն մարդիկ, ովքեր բնական են վարձակալում, իրանք համար էին ստեղծել, երբ որ պայմանագիր չէին կնքել, ու ցավոք հիմա էլ է դա շարունակվում էլի այդ իրավիճակը։ Իսկ եթե չկա պայմանագրով կարգավորվող հարաբերություններ, ոչ մի վերահսկողություն չի կարող դրանին։ Եվ նաև այդ հետո որ պայմանագիրել կնքում են, դա պետական գրանցում չի ստանում վիճակագրության մասով։ Իսկ քաղաքացիների իրավունքների համար պայմանագիրել չի կնքում։ Օրինակ այլ երկրներում շատ բարդ է վարձակալին տնից հանելը սեփականատիրոջ համար։ Անկախ նրանից, նույնիսկ եթե պայմանագիրը լրացած է լինում, մարդիկ չեն կարողանում իրաք վարձակալին, դες կան մի օր ասեն դի տունը ազատ ես, էլի։ Այդքան հեշտ չի։ Իսկ մեր մոտ դες բան չկա, մարդուն կարող գան, ասեն 2 օր ժամանակ տունը ազատ է, ես տունը ուրիշին եմ տալիս։ Պատկերացնեք, ինչքան բարդ իրավիճակում է հայտնվում, մանավանդ երբ որ ընտանիք է ունենում։ Տենց իրավական կարգավորումներ է պետք տալ։ Օրինակ մեր մոտ պարտադիր է, որ պայմանագիրը պետքա կնքվի եւ վարձատուն հարկ մուծի, չէ՞։ Բայց ոչ բոլորն են այդ մասը պահում, օրինակ գործակալներ, որ բնական է վարձակալության ազդում, շատ դեպքերում այդ վարձակալը
բարձրատուն պայմանավորներ, որ այլ ոչ պայմանագիրը չկնքեն կամ ինչ-որ մի ձևական ինչ-որ մի փաթուղթեր ստորագրում իրար մեջ ու հետո դա խնդիր է դա այդ պահին իրանք շահերը համընկնում են ոչ մեկի հանդեպ ինչ-որ խնդիր չի ունենում այն մեկը գինը ասում այն մեկը համաձայնվում է բարձում են այդ տունը բայց հետո երբ որ գայս է ինչ-որ մեկի շահերը մեկը ավելի շահեկան դիրքում է լինում շուկայում իրավիճակա փոխվում այդ ժամանակ այդ լավ հարաբերությունները վերանում են այդ սեփականատերը ասում են տունը չգիտեմ գնակի գնով են բարձրով հանձնում խնդիր է դա այդ վարձակալության մասով էլի տեսեք երկրորդային շուկան էլի բավականին ակտիվ է երկրորդային շուկայում հիմնականում հիպոթեկային գործարքներ չեն լինում հիմնականում լինում է այն մարդիկ են տուն առնում ովքեր իրենց տունը վաճառել են մեկ այլ գույք են ձեռք բերում կամ էլի նույն ռուսական կապիտալն է Ռուսաստանից եկող քաղաքացիներն են, թե հայեր, թե ռուսներ, որտեղ մի ժամանակ մեր շուկան միանակ հետաքրքրում էր մեր հայերին։ Երբ որ ասում էին վիճակագրության մեջ հայտնվում էր, ասենք այլ երկրի քաղաքացիներ, դա հասկանում էին, որ օրինակ չգիտեմ, Ֆրանսիայի քաղաքացի կամ Ռուսաստանի քաղաքացի հայեր, գույքը ձեռք բերել։ Հիմա հակառակ խնդիրն է։ Հիմա տեսեք, նույնիսկ այդ անշարժ գույքի գներից էլ կա դժգոհություն տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ են հայտնում, ասում են, վայ, մեր երկրում միջին աշխատավարձը ու անշարժ գույքի գները իրարից հեռու են։ Իրականում կա այդպես խնդիր, բայց մեր մոտ առանձնահատկություն կա։ Տեսեք, մենք մեր երկրի քաղաքացիներից շատ դրսում ունենք հայրենակիցներ, ովքեր որ անպայման չի Ռուսաստանում, տարբեր երկրներում ապրելով, պարտադիր ուզում են նաև իրենց հայրենիքում անշարժ գույք ունենալ իսկ իրանց եկամուտները խիստ տարբերվում է մեր քաղաքացիների եկամուտներից դրսում։ Օրինակ այն արժեքի տունը պայմանական եմ ասում, եթե այսօր 40 միլիոն դրամանոց տունը մեր քաղաքացու համար բարդ է ձեռք բերելը, օրինակ Եվրոպայում ապրող հայի համար կամ ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում ապրող հայի համար այդքան էլ բարդ չի այդ արժեքով գույք ձեռք բերելը։ Իրանք որ գայսը դառնում են մեր շուկայի մասնակից, շուկան էլ ինչպեսին է, որ պահանջարկ է ալնում, չէ, գույքի, ինքը սկսում է արժևորվել։ Հիմա Հայաստանի կողմ շատ մեծ պահանջարկ կա տարբեր երկրների, թե մեր հայրենակիցներ եւ արդեն օտարերկրացիների կողմից էլ կա, էլի, հենց կոնկրետ ռուսների կողմից։ Այդ շուկան սկսում է տաքանալ, գները որոշակի բարձրանում են, էլի մեր մոտ դժգոհություններ առաջացել, որ ինչի է այդ գները տենց, ինչի պետությունը չի կարգավորում, այդտեղ էլ չի կարա պետությունը ինչ-որ կարգավորումներ ունենա, որտեղ այդ պետության մաքսիմում կարգավորումը դա երբ որ հիպոթեկային վարկերի տոկոսներն են փոխվում, չէ, բայց մեր մոտ այսօր այդ հիպոթեկային վարկերից օգտվում են մենակ այն պարագայում, երբ որ կա պետական ծրագիր, օրինակ ինչպեսին որ եկամտահարկի վերադարձի օրենքներ, չէ, մարդիկ հիմնական շահառուները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն էին, ովքեր այդ օրենքով անշարժ գույք են ձեռք բերում, իրենց տոկոսները սուբսիդավորվում էր պետության կողմից, կամ հետ են ստանում իրենց եկամտահարկը, էլի։ Այս պարագայում էլի չի կարա պետությունը քաղաքացուն ասի դու քո տունը այս գնով պետքա վաճառես, դա չի լինի, էլի դա ազատ տնտեսություն չի դառնա, ոչ մեկ չի գա այդտեղ ներդրում անի։ Հիմա այդ իրավիճակը առաջնային շուկայում է շատ ակտիվ է, օրինակ ձեր հարցերից մեկում նշված էր որ քաղաքացիները չեն վստահում կառուցապատողներին, ես ասեի հակառակը։ Տեսեք, առաջնային շուկայի գործարքների քանակը նախորդ տարվա համեմատ 3.5 անգամ շատ է։ Դե այդքան շատ գնման իրավունք են մարդիկ ձեռք բերեն։ Դա ինչու է պայմանավորված։ Տեսեք, այդ եկամտահարկի վերադարձի օրենքը որ դուրս եկավ Երևան քաղաքից, կառուցապատողների մեծ մասը նոր վաճառքի մեխանիզմներ սկսեց առաջարկել շուկային։ Այսինքն փուլային վճարում 5, 6, 7, նույնիսկ 10 տարով այդպես առաջարկներ կա շուկայում։ Եվ բազմաթիվ քաղաքացիներ, թե ստեղի, թե դրսի, այդ մեխանիզմով են առնում գույք, օրինակ 5 տարի փուլային վճարումով են գնում եւ իրենց համար ավելի հարմար է լինում այդ գույքի վճարումները անելը, քան ստեղի տոկոս 12.5, 13, 14% տոկոսադրույքով հիպոթեկով գույք ձեռք բերելը։ Ու այդ շուկան էլ է շատ ակտիվ ու էլի մեր դրսի հայրենակիցները շատ ակտիվ գույք են ձեռք բերում նոր կառուցվող շենքերում։ Ուճացում
Չկա, բնական պահանջարկ կա այս պահի դրությամբ։ Այդ պահանջարկի հիման վրա ձևավորվում է գները։ Տարբեր սեգմենտի մարդկանց համար, տարբեր հնարավորություն ունեցող մարդկանց համար, տարբեր նախագծեր կան այսօր Երևանում, թե Երևանամերձ տարածքներում։ Շատ այդ ուռճացումը մարդկանց ներկայացնեց, մարդիկ կան ասում են Փարիզի գներ է, դեմ այնտեղ եվրոպական այլ քաղաքների զարգացած անուններ են տալի դրա գները, բայց բացարձակ այդ քաղաքների գների հետ համադրելի գներ չի։ Այդ մարդիկ տեղյակ չեն այդ քաղաքներում ինչ արժեք են բնականները։ Նորից կարելի է սպասել գնաճ։ Ես ամենասկզբում ասացի վարձակալության մասով, թե ինչը կարող զսպի, որպեսզի վարձակալության շուկան ամեն դեպքում, որը որ հենց ուղիղ պայմանավորված է մեր բազմաթիվ քաղաքացիների կյանքի բարդությունների հետ, ովքեր վարձով են ապրում ու տենց անակնկալ կարող է իրանց տան արժեքը բարձրանա։ Եթե նմանատիպ խնդիրները կարգավորվեն, նույն պայմանագրային մասով, որպեսզի քաղաքացիները պայմանագիր կնքեն, պայմանագրերի մասով օրենք ընդունվի, որ պայմանագիրն էլ կնքելուց կողմերը իմանան, որ այն կետը, որտեղ որ կարելի է նշել, որ կարելի է վարձակալության արժեքը վերանայել, չի կարա պայմանական 3%-ից բարձր լինի տարեկան, այլ ոչ թե տանտերացի, ես ուզում եմ գրենք, որ ես կարամ, չգիտեմ, մի տարի հետո 20% է բարձրացնեմ։ Պատկերացիք չի ինչ կարգավորման մասին է խոսքը։ Նմանատիպ օրենքներ լինեն, երբ որ մեր քաղաքացիները սկսեն օրինական պայմանագրեր կնքել, խնդիրներ չի լինի վարձակալության մասով։ Իսկ առողջակի մասով բնականաբար եթե շատ մարդ եկավ, շատ մեծ պահանջարկ եղավ անշարժ գույքի, որ մարդիկ անշարժ գույք կուզենան Հայաստանում գնել, բնականաբար գնաճ սպասվում է։ Գնաճ ամեն տարի բոլոր երկրներում է լինում անշարժ գույքի մասով։ Դրան տարբեր գործոններ են նպաստում, ինֆլյացիան, տողի արժեզրկումը, տարբեր բաներ են, գործոններ կան նպաստում, բայց կախված է թե քանի տոկոս է դա լինում։